Կենտրոն հեռուստաընկերության շարժական կայանը շարունակում է աշխատել ԿԱՀ-ում։ Այժմ դարձյալ ուղիղ կապ ենք հաստատում իմ գործընկեր Վանուհի Ավագյանի հետ։ Նրա զրուցակիցն է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կապի վարչության պետ Լուիզա Ավետիսյանը։ Վանուհի, խոսքը ձերն է։ Բարի օր Մարիա, բարի օր հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնից, այս պահին զրուցակիցս կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հետ կապի վարչության աշխատակից Լուիզա Ավետիսյանն է։ Շնորհակալ եմ տիկին Ավետիսյան, որ ժամանակ գտաք հարցերից պատասխանելու համար։ Կխնդրեմ ներկայացնեք այս պահի դրությամբ հանրապետությունում գործող 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում աշխատանքը ինչպես է ընթանում եւ արդյոք եղել են ահազանգեր, ըստ որի խոչընդոտվել կամ խաթարվել է քվեարկությունը։ Շնորհակալ եմ։ Ուզում եմ իրազեկեմ, որ այս պահին թվով 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ընտրական գործընթացները բնականon հնով են ընթանում։ Բնականաբար ահազանգեր եղել են եւ այդ ահազանգերին կենտրոնական ընտրական հանձնաժողովը օպերատիվորեն արձագանքել է, բայց նաեւ ուզում եմ ասել, որ ահազանգերը այնպիսի բնույթ չեն կրել, որոնք անմիջականորեն ընտրական process-ներին են խանգարել, խաթարել։ Ահազանգերին տրվել է արձագանք եւ որպես այդպիսին մենք շարունակում ենք մեր բնականon աշխատանքը։ Կխնդրեմ մանրամասներ, ինչ ահազանգերի մասին է խոսքը։ Այնպիսի ահազանգեր են եղել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները բավարար չափով իրազեկ չեն եղել ընտրական գործընթացներից, այսինքն վստահված անձանց կողմից արձանագրություն կազմելու հետ կապված առաջարկներ են եղել եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները փորձել են խոչընդոտել, բայց մեր զանգից հետո խնդիրը լուծվել է։ Տեղամասեր են եղել, որտեղ որ ցուցակների հետ կապված է ոչ թե եղել է անճշտություն, այլ տեխնիկական սարքավորման միջոցով տպված կտրոնների հետ կապված է մի փոքր խնդիրներ ծագել, բայց օպերատիվ արձագանք է տրվել աջակցման կենտրոնի կողմից։ Նման բնույթի ահազանգեր են եղել։ Եթե ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների կամ որևէ վեճ առաջանում, ընդհանրակարգային խնդիրներ են առաջանում, ինչպես է հանձնաժողովը այս պահին խնդրին լուծում տալիս եւ կան արդյոք ընտրատեղամասերում արագ արձագանքման խմբեր։ Այո, ես ուզում եմ ասել, որ մեր Հայաստանի Հանրապետությունում գործող թվող 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները բարձր պատրաստված են ազգային ժողովի հերթական ընտրություններին, որովհետև իրենց հետ պարբերաբար ուսուցումներ են կազմակերպվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից եւ իրենք հիմնականում պատասխանում են բոլոր տեսակի ահազանգերին։ Եթե խնդիրը այնպիսի բարդության է լինում, որ իրենք չեն կարողանում որպես այդպեսին համակարգել, ապա զանգահարում են կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ մենք ենք փորձում այդ խնդրին արձագանքել։ Այսինքն մինչ այս պահը նման խնդիր չի եղել։ Ոչ, նման խնդիր չի եղել, որ վեճը չկարողանան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հարթել եւ դիմաց լինեն մեզ։ Լոգիստիկ կամ աշխարհագրական առումով կան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, նկատի առնելով նաև հեռավոր մարզերը, որտեղ աշխատանքի կենտրոնացումը կամ ռեսուրսը ավելի մեծ ուշադրություն է պահանջում։ Ես ուզում եմ այստեղ նշել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, որպես այդպիսին տարեսկզբին շրջայցեր է իրականացրել բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքներ եւ տեղում ծանոթացել է իրենց աշխատանքային պայմաններին։ Եթե եղել են այնպիսի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնք այդքան էլ հագեցված չեն եղել եւ աշխատանքային պայմանների փոփոխություն է նկատվել, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեռնամուխ է եղել, որպեսզի շտկի այդ հարցը եւ այս պահի դրությամբ բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները թե տեխնիկապես, թե որպես այդպիսին ամբողջապես պատրաստ են այս ընտրական process-ներին եւ քվեարկության ընթացքում եւ նաեւ քվեարկությունից հետո ամփոփման ընթացքին։ Տեխնիկական հնարավորություններ են հավասարապես բաշխված։ Այո, ես ուզում եմ նշել, որ բոլոր թվով 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին անվտանգության նկատառումից ելնելով տրամադրվել են նոր համակարգիչներ, որոնք ավելի անվտանգ են։ Ժամը 20:00-ից հետո, երբ փակվեն արդեն ընտրատեղամասերը, թերևս ամենածանր գործառույթը վերապահված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, արդյոք լոգիստիկ եւ տեխնիկական առումով զինված են հանձնաժողովները, նկատի ունենալով նաեւ գիշերային ժամը, որպեսզի խառնաշփոթից կարողանան զերծ մնալ։ Այո, ես կարող եմ փաստել, որ բոլոր հանձնաժողովները պատրաստ են ամփոփման գործընթացին, որովհետև ինչպես արդեն նշեցի, իրենց հետ ուսուցումներ են տարվել այդ առումով եւ բոլոր հանձնաժողովները այս պահին բարձր պատրաստվածության են։
Շնորհակալ եմ։ Ես մեր լսողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ զրուցում էի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հետ կապի վարչության աշխատակից Լուիզա Ավետիսյանի հետ։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, նորության դեպքում նորից ուղիղ կմիանանք։ Մարիա։ Ուղիղ կապ էինք հաստատել ԿՀ-ում աշխատող իմ գործընկեր Վանուհի Ավագյանի հետ, նրա զրուցակիցներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կապի վարչության պետ Լուիզա Ավետիսյանը։